Ողջույն, իմ հյուրն այսօր սոցիալական ձեռնարկատեր Teach4 Armenia-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Այսօր խոսելու ենք սոցիալական պատասխանատվությունից։ Նախ կուզեմ կոնցեպտը փորձենք ձեր ընկալմամբ մի փոքր մեկնաբանենք ինդիվիդուալ անհատական մակարդակում, որովհետև շատ հաճախ որ մենք ասում ենք սոցիալական պատասխանատվություն, միանգամից գնում ենք դեպի բիզնես ոլորտ, բիզնես էթիկա։ Բայց ես կուզեմ մենք մի քիչ ավելի անհատի տեսանկյունից հարցին անդրադառնանք։ Ասեմ, որ այս թեման միշտ վիճելի թեմա է եղել, որովհետև ձեր ասած մարդիկ կամ մտածում են, որ ինքը բիզնեսի ու for profit ինչ-որ բանի համար է ստեղծված, բայց նաև կա միտք, որ նույնիսկ շահույթը չպնդող կազմակերպություն կարող է նաև լինել սոցիալական կազմակերպություն։ Դրա համար մենք այս պայծրությամբ հիմնադրամ ենք եւ շահույթ չենք պնդում մեր գործերից, բայց նաեւ ունենք ինչ-որ պրոդուկտներ, որը սկսել է մեզ համար ռեսուրս բերել դեպի հիմնադրամ, կարծում եմ ինքը տենց ամեն ինչեր, ամեն ֆորմատով կարելի է մտածել այս թեմայի շուրջ։ Երբ որ ես տեղափոխվեցի Հայաստան 12 տարի առաջ, այս թեմաները բավականին տենց քիչ էին եւ մարդիկ մի քիչ չէին հասկանում այս սֆերան, որտեղ ինքը նոր էր երևի բայց մենք ոնց որ որոշեցինք, որ մենք հենց այդ social enterprise-ի գաղափարով ենք աշխատելու եւ ամեն ինչ որ մենք անում ենք, մենք բավականին կորպորատիվ կամ բիզնեսի նման ենք անում, այսինքն մենք ունենք KPI-ներ, մենք ունենք տարբեր assessment-ներ եւ այլն, դրա համար մենք մեր ազդեցությունը գուցե ուրիշ ձևով ենք չափում, հա, ոչ թե ինչքան փող ենք բերում, այլ ինչ ազդեցություն ենք ունենում երեխաների եւ ընդհանուր կրթական ոլորտի համար, բայց դա տևել է մոտ 12 տարի, միջև ոնց որ մենք եւ համակարգը հասկանա մեր տիպի կազմակերպությունները ինչպես պետք է աշխատեն եւ ինչպես են աշխատում։ Այսինքն կարելի է դիտարկել, որ սոցիալական պատասխանատվության համատեքստում որոշակի մոդել եք ձևավորել, որպես այդպեսին մեր մշակույթում։ Ու տեսեք, կրթական շարժում է, այսպես որակենք, հա, Teach4 Armenia-ն, կրթական հաստատությունները կամ կրթությունը լայն վերցրած պիտի ներդնի սոցիալական պատասխանատվությունը հասարակության մեջ։ Մենք շատ բան պետք է անենք, որպեսզի ամբողջովին վերանային կրթության իմաստը։ Ինքը եղել է մի մոդելով շատ երկար ժամանակ, լավ աշխատել այն ժամանակի համար գուցե, բայց հիմա աշխարհը շատ է փոխվել, մեր երկիրն նաև շատ փոխվել ու շատ դժվար ընթացքում ենք գտնվում հիմա, դրա համար մենք պետք է հասկանանք կրթության միջոցով մենք ինչպես կարող ենք մեր երեխաներին իրոք պատրաստել համ լինել շատ հաջողակ Հայաստանում, բայց նաև ոնց որ արդյունավետ այս փոփոխվող աշխարհում։ Այդտեղ ես կարծում եմ շատ բան նաև կախված է թե մենք ինչպես ենք դաստիարակում երեխաների մեջ այդ իրանց կապը ու միտքը հենց իրենց դերի մեջ իրենց երկրի զարգացման համար։ Այսինքն իրենք ինչպես են իրենց տեսնում, հա, իրենց երկրի զարգացման։ Եվ իրանք ինչ որպես անհատ կարող են անել, որպեսզի այդ ամեն ինչը լինի։ Շատ եմ տեսնում, որ մեր տիպի երկրներում, որոնք post-soviet բանում են գտնվում, շատ անգամ մենք անընդհատ սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա մեզ համար այդ մի բանը կանի։ Մենք մեր մոտեցումներով, մեր ծրագրերով, նույնիսկ այդ ամենա տենց basic բանի մեջ փորձում ենք երեխաների մոտ զարգացնել այդ ինքնավստահությունը, որ իրենք էլ եթե տեսնում են ինչ-որ խնդիր, չպետք է միշտ սպասես, որ ինչ-որ մեկը քեզ գա օգնի, դու կարող ես ինքնուրույն ինչ-որ բան փոխել։
Այսինքն իրենց տեր զգան այդ խնդրին, այսպես ասած, դա դիտարկեն որպես իրենց խնդիր ու փորձեն լուծում տալ դրան։ Ամերիկայում այդ we the people գաղափարը շատ հստակ է դրված, բայց մեր մոտ ես կարծում եմ մենք մի քիչ պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ, որ մենք ենք այս երկիրը, մենք ենք երկիրը Եվ եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխենք, մենք դա կարող ենք անել եւ դա ոչ միայն մեծ մարդը կարող է անել, այլ նաեւ ցանկացած երեխա իր դասարանում, դպրոցում, համայնքում եւ այլն։ Ինքը կարծում եմ ինքը այս սերունդի համար ավելի հասկանալի բան է, որտեղ այս սերունդը բավականին ուրիշ ձևով ամեն ինչի մասին մտածում ու հենց որ այդ սերմը դնում ես ու ոնց որ երեխաները տեսնում են որ չգիտեմ օրինակ մի երեխա իր գյուղում տեսել է որ իրանց ջրի որակը վատն էր համախմբվեց իր դասընկերների հետ գնացին գյուղապետի մոտ ինչ որ պրոյեկտ գծեցին փող հավաքեցին որպեսզի իրանց ջրի ֆիլտրացիան ավելի լավ աշխատի ու իրոք երեխեքը լուծեցին մեծ խնդիր գյուղի համար ինքը թվում է ինչ որ փոքր բան է իրականում այդ երեխաներին ինքը շատ մեծ հաստատ ներուժ տվեց որովհետև իրենք հետագայում շատ ավելի կխիզախեն որպեսզի ավելի մեծ ծրագրեր փորձեն ինքնուրույն լուծել գուցե եւ ձախողեն այ դա էլ է խնդիր որովհետև մենք շատ հաճախ վախենում ենք այդ ձախողելուց ու շատ գործեր չենք էլ սկսում այո ու դա գալիս է նաեւ մեր կրթական համակարգից ես անձամբ Ռուսաստանում եմ մեծացել ու այդ սովետական մոտեցումը այնտեղ կամ դու ատլիչնիկ ես կամ դու ծույլիկ ես դրա համար Ռուսաստանում այդքան շատ դեռ միջև հիմա նորարարություններ չկան ամենանորական երկիրը դեռ Ամերիկան է ու Ամերիկայի ընդհանուր կրթական համակարգը ինքը շատ մեծ խնդիրներ ունի չեմ ուզում իրան տենց ինչ որ պիեդեստալի վրա դնել բայց այդ նամանավանդ մեր համասարանները Ամերիկայում իրանք շատ ավելի բան են բացահայտում երեխու մեջ հենց այդ քննադատական մտածելակերպը եւ այլն ու բարձա դա միշտ պետքա լինի սխալվելու միջոցով այո ուրիշ ձև չկա այ քանի որ բուհերի մասին խոսեցինք ինչքանով պիտի դպրոցները եւ բուհերը հատկապես նախակրթարաններն էլ իրենց հերթին բայց հատկապես դպրոցները եւ բուհերը նպաստեն երեխայի մեջ նույն սոցիալական արդարության այդ գաղափարի զարգացմանը ներդրմանը սոցիալական պատասխանատվության այսինքն իրենց որպես ակտիվ պատասխանատու քաղաքացիներ ձևավորման գործում որն է կամ ինչ գործողություններ պիտի իրականացնեն դպրոցը եւ բուհը, որպեսզի մենք ունենանք հետագայում նման սերունդ։ Դե տեսեք, Ամերիկայում օրինակ դու համարյա ոչ մի համալսարան չես կարող ընդունվել, եթե դու չունես ինչ որ volunteering կամ ինչ որ այդ նման փորձ ու ավագ դպրոցից սկսած այնտեղ արդեն երեխաները շատ են զբաղվում ինչ որ տարբեր բարեգործական պրոյեկտներով, հա, որպեսզի նույնիսկ հնարավորություն ունենան դիտարկվել ինչ որ լավ համալսարանի կողմից։ Մենք այստեղ այդպիսի բաներ չենք պահանջում որպես բուհեր, իմ իմանալով։ Ամերիկյան համալսարանը միայն։ Ամերիկյան համալսարանում դե որովհետև ամերիկյան համալսարանն է։ Հա, նաև մեր կամպանիաներն են բարձա կորպորատիվ պահանջում այդ տիպի բաները, բայց ցավոք դեռ մենք բուհերում այդ բանը չունենք ու ես կարծում եմ ինքը շատ կարևոր է։ Օրինակ դա նաև ներողություն որ ձեզ ընդհատում եմ դա նաև պայմանավորված է նրանով մենք նախորդ հաղորդմանը հենց կամավորության մասին խոսել ենք պայմանավորված է որ կամավորության ընկալումը որպես կոնցեպտ մեր հասարակության մեջ նախ
բոլորովին վերջերս նոր ավելի դրական վերաբերմունքի արժանացավ երևույթը, նախկինում շատ տարօրինակ էր ընկալվում ձրի աշխատուժ կամ չգիտեմ, այսինքն որակումները ու մարդիկ շատ հաճախ, եթե նյութական, գումարային հատկապես եկամուտ չեն ունենում ինչ որ արած աշխատանքից, դա դիտարկում են անիմաստ արված աշխատանք, չնայելով դրա հետևում եղած շատ մեծ իրականում բենեֆիտները, օգուտները, որ դու կարող ես ունենալ կամավորական աշխատանքի համատեքստում։ Այո, բայց նաև դա կարելի է հասկանալ, որովհետև Հայաստանը դե շատ դժվար տարիներով է նաև անցել եւ նաև անցնում ու ես կարող եմ հասկանալ, երբ որ դու պետք է ուղղակի փորձես ինչ որ ձև ապրել ամեն օր դու ոնց որ այդ ոնց որ պայքարի մեջ ես, ես կարող եմ նաև հասկանալ ինչու մենք ասենք 20 կամ 30 տարի առաջ այդ բանը չենք ունեցել, բայց հիմա երկիրը շատ է փոխվել ու ես կարծում եմ նաև սերունդներն են վարզափոխվել ու այս Gen Z սերունդի համար այդ բաները բավականին կարևոր են, արդարությունը, service, հա, volunteering եւ այլն, դրա համար ես կարծում եմ, որ այս պահը շատ լավ պահ է Teach for America-ն, երբ որ ես արեցի 15 արդեն տարի առաջ, հա, այդտեղ ասեմ, որ շատերը դիմում են, որովհետև այդ 2 տարին, որը դու անցկացնում ես համալսարանից հետո, ինչ որ դժվար դպրոցում, որտեղ ոչ մեկ չի ուզում աշխատել եւ այլն, երևի տենց ֆիլմեր տեսել եք այդ տիպի ուսուցիչների մասին, հա, այդ փորձը հետո բուհերի կողմից դիտարկվում է որպես առավելություն, որպես օրինակ Harvard Business դպրոցի համար համալսարանի համար դիտարկվում է որպես business experience, այսինքն եթե դու օրինակ ավարտում ես Teach for America-ի ծրագիրը, դու ունես շատ մեծ առավելություն եւ փորձ եւ քո այդ 2 տարին ելի եմ ասում դիտարկվում է որպես շատ լուրջ փորձ, որտեղ դու երիտասարդ մարդ գնում ես աշխատում ես բավականին դժվար պայմաններում, տարբեր մարդկանց հետ, ինչ որ գոլեր ես ստեղծում քո աշակերտների համար, աշակերտները շատ տարբեր մակարդակներում են գտնվում ու ոնց որ դու որպես leader, հա, դու որպես առաջնորդ, դու այս երեխեքին տանում ես մի կետից մյուս կետ։ Դրա համար մենք դեռ չենք հասել այդ մակարդակին Հայաստանում, մենք արդեն 12 տարի համոզում ենք համ տարբեր կամպանիաների եւ մեր երիտասարդությանը, որ այս 2 տարին ոչ թե դու ինչ որ կորցնում ես 2 տարին, ամենավատ որակումը, որ հաճախ այլ հակառակն ես անում ու կամպանիաները, որոնք մեր հետ արդեն երկար ժամանակ աշխատում են ու նախընտրում են իրենց թիմեր բերել հենց մեր շրջանավարտներին, իրանք դա հասկանում են, որտեղ մեր երեխեքը այդ կյանքի դպրոցն են, էլի անցել, իրանք շատ ավելի ուժեղ են, շատ ավելի հասկացող են, շատ ավելի կարողանում են տարբեր մարդկանց հետ լեզու գտնել։ Այդ ամեն ինչը առաջնորդությունն է։ Եվ այդ skill set-ը շատ կարևոր է ցանկացած գործում, դա լինի հիմնադրամում կամ ինչ որ ոչ for profit ինչ որ կամպանիայում կամ հենց կորպորացիայում։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք այս որակների զարգացման մասին, բնականաբար ամենակարևորը, ինչպես դուք նշեցիք, առաջնորդի, լիդերի, ուսուցչի, հա, դերակատարությունն է, ուսուցիչը բառից լայն իմաստով, որտեղ շատ հաճախ նեղ ընկալվում է դպրոցում դասավանդողը, բայց օրինակ այստեղ էլ որոշակի նրբություններ կան, ինչպես անի ուսուցիչը, որ հանկարծ իր գաղափարախոսությունը կամ արժեքները, որպես պարտադրանք չընկալվեն ուսանողների, աշակերտների կողմից եւ եթե կան որոշակի կարևոր բարոյական նորմեր, սկզբունքներ, ինչպես անել, որ դրանք աննկատելիորեն չպարտադրված, բայց դառնան որպես մաքսիմներ, հա, վարքի ինչ որ բաներ, որոնց աշակերտները կուզեն հետևել։
Ինքը շատ նուրբ բան է, երբ որ ես էի դասավանդում, մեզ շատ հստակ ասում էին, որ քո անձնական կյանքից ոչ մի բան չես կարող երեխեքին պատմել, բայց չէ որ դա երբեմն կապում է, որտեվ երբ որ դու մարդկանց միշտ սեփական պատմությունները ավելի հեշտ է կապում, քան ինչ որ, չգիտեմ, ինչ որ մեկը, որը շատ հիպոթետիկ է, շատ անեական, աննյութական, իսկ հենց քո հետ կապ են տեսնում, մի տեսակ ավելի միանգամից բռնում են, միանգամից կապվում է։ Չնայած դիլեմատիկ է, ես համամիտ եմ։ Տեսեք, հիմա Ամերիկայում օրինակ մի քիչ ուրիշ էքստրեմի մեջ է մտել, այնտեղ անընդհատ խոսում են մարդիկ իրանց ինչ որ preference-ների մասին, չգիտեմ, անձնական եւ այլն, ես կարծում դա էլ է շատ սխալ։ Այդ չափի զգացողությունն է։ Մեզ երբ որ ասում են, որ ինչքան հնարավոր է քիչ խոսեք ձեր անձնական բանի մասին, ես ավելի շատ կարծում եմ դա ճիշտ է, ու շատ մի քանի անգամ եղել է, որ օրինակ գնացել եմ խանութ ու այդ խանութում տեսել եմ իմ աշակերտին ու իրանք այդքան էին զարմացել, որ ես ոնց որ դպրոցից դուրս եմ ապրում։ Այդ մի քիչ ավելի մի 20 տարի առաջվա ընկալում էր, չէ՞։ Ինչ եք ստեղանում, ինչ եք դուք այս խանութում, ասում եմ, որտեվ ես էլ պետք է ուտելիք ոնց որ առնեմ, պատրաստեմ ինձ համար։ Այսինքն կարծում եմ այնտեղ այդ պրոֆեսիոնալիզմի բանը պահպանվում էր ու ես դա շատ եմ միշտ հավանել ու նաև երբ որ մենք մեր ուսուցիչների հետ աշխատում ենք, այդ բալանսի մասին ենք անընդհատ խոսում, բայց դուք շատ ճիշտ եք ասում, որ նաև ինչ որ ընդհանուր արժեքներ պետք է լինեն, ինչ որ ընդհանուր հետաքրքրություններ եւ այլն, բայց մեզ համար դա ավելի շատ կարող է լինել հենց կրթական ինչ որ պրոցեսների միջոցով կամ պրոյեկտներ կամ ինչ որ տենց հավես էքսկուրսիաներ եւ այլն, որ համ ուսուցիչը, համ աշակերտը ոնց որ ընդհանուր դպրոցից նաեւ դուրս կարողանում են կիսել իրար հետ։ Բայց ես կարծում եմ, որ ուսուցիչը չպետք է ուղիղ ձևով ազդի ցանկացած ինչ որ երեխայի որոշման վրա։ Դա երեխայի ու իր ծնողի ինչ որ գործն է, ես կարծում եմ, արժեքներ, ընդհանուր ինչ որ մոտեցում կրթության հանդեպ կամ ընդհանուր ազգային արժեքներ, որ մենք սենց ենք, մենք ուժեղ ենք, մենք խելաց ենք, մենք բարի ենք, մենք չենք խաբում իրար, մենք այդ տենց ինչ որ ընդհանուր բաներ, ես կարծում եմ անպայման պարտադիր ուսուցիչները պետք է ջատագով են իրանց դպրոցներում, բայց տենց ավելի անձնական ինչ որ կարծիքներ, Չէ, կենցաղայնացնելու մասին չի խոսքը, որովհետև շատ հաճախ դրա համար ես ասացի, սահմանը բավականին նուրբ է, որովհետև երբեմն մարդկանց մոտ տպավորություն է, որ իրենց կենցաղը դպրոց բերելով կամ ակադեմիական ոլորտ ավելի լայն ասենք, այդպես շատ ավելի կարող են մոտիվացնել, բայց իրականում ընդհակառակը մենք ակադեմիան կենցաղայնացնում ենք, որը ոչ միայն, բայց դպրոցում է դա լինում։ Դա համարյա ամեն տեղ է, այսինքն մենք միշտ անձնական ինչ որ մակարդակի ենք տանում, ցանկացած բան, ու կամ դա շատ լավ է ստացվում, կամ լավ է ստացվում, բայց վախը որ շատ վատ կարող է ստացվել։ Հա, ընդհանուր առմամբ ես կարծում եմ պրոֆեսիոնալ, ասենք, աշխատատեղերում մենք պետք է շատ ավելի խիստ լինենք այդ առումով։ Ու ես մեր թիմին օրինակ միշտ ասում եմ ու շատ եմ տեսել տարբեր կամպանիաներում, կազմակերպություններում, ասում են մենք ստեղ ընտանիք ենք։ Մենք ընտանիք չենք կարող լինել այս մի կազմակերպությունում, կարևոր բան եք ասում, որովհետև եթե դու լավ չես աշխատում, ես որպես ղեկավար ստիպված եմ քեզ գործից հեռացնել։ Բայց ընտանիքում հաստատ չէ։ Բայց ընտանիքում կարող եք բաժանվել, բայց ցանկալի չի։ Եվ ընտանիքները ու կազմակերպությունները լրիվ այլ բաներ են ու ես ինչ որ չափով դա նաև հասկանում եմ ու սիրում եմ, որովհետև ես համ Ռուսաստանում եմ մեծացել, համ Ամերիկայում ու այդ հայավարի բանը ինձ գրավում է մեկ-մեկ, ու ասենց ես իրան երբ որ ինչ որ ժամանակ չեմ տեսնում կամ չեմ շփվում այդ բանի հետ, ես սկսում եմ իրան կարոտել, բայց նաև էլի ամեն ինչ բալանսի մասին է։ Ուղղակի այ հենց դա է ուզում ասել, չարաշահման խնդիր կա։ Եթե ընդհանուր կրթական ոլորտի մասին խոսենք,
ցավոք հիմա փոխվում է, ու լիքը լավ բաներ են նաև կատարվում, բայց ցավոք ոնց որ մենք միշտ կարևորել ենք ոչ երեխաներին process-ի ընթացքում։ Դե հա պետք է այս մարդուն վերենք, որտեղ ուրիշ գործ չի կարող գտնել, դրա համար պետք է ստիպված դպրոցում, որպեսզի ինքը կարողանա իր ընտանիքին հոգ։ Ես դա հասկանում եմ որպես մարդ, բայց ով է դժվում էս։ Մեր ապագան։ Մեր ապագան, մեր երեխաները։ Մենք միշտ պետք է մեզ հարցնենք այս որոշումը, որ մենք հիմա կատարում ենք, ինքը ամենալավ որոշումն է մեր երեխաների, մեր երեխայի երեխաների համար, թե ոչ։ Ու եթե ցանկացած տեղում մենք կարող ենք ասել ոչ, ուրեմն դա ճիշտ գաղափար չի ու ճիշտ որոշում չի։ Ու այո, դա նշանակում է, որ դու գուցե պետք է ինչ-որ մեկին նեղացնես, որովհետև իրան գործի ուղղակի չես վերցնելու, որովհետև դու գիտես, որ ինքը ամենալավ ուսուցիչը չի կարող լինել այս երեխայի համար։ Մենք անընդհատ Բայց այդ նեղացնելն էլ չէ, ոչ պրոֆեսիոնալ կոնցեպտ է։ Այո, ինչ է նշանակում կնեղացնել։ Այսինքն մենք կոնֆլիկտներ կամ չենք կոնֆլիկտի մեջ չենք մտնում, կամ ասած անընդհատ ինչ-որ կոնֆլիկտների մեջ ենք։ Այդ առողջ conflict management անգլերենով ասած, այդ process-ները մենք դեռ չենք միջև վերջ տիրապետում ու կան մարդիկ, որ ասում են, օրինակ, Լարիսա, դու շատ սառը ձևով ես այդ ամեն ինչին նայում, բայց այդ այն գործը հիմա մեր հոգաբարձությունների մեր խորհուրդը իրանք դրա համար են ինձ նաև պահում այս դերի մեջ, որովհետև ես այդ պատասխանատվությունը ունեմ, ես պետք է ճիշտ գուցե նաև մեկ դժվար որոշումներ կայացնեմ։ Բացի այդ, ոնց որ որոշ իրավիճակներում լավ է շուտ, քան ավելի ուշ, որտեվ եթե բանը հասել է դրան, վաղ թե ուշ լինելու է։ Ու քանի որ մենք խոսեցինք ուսուցչի դերի մասին, մի այսպիսի համեմատություն ինձ մոտ եկավ, տեսեք, եթե մենք դիտարկենք ուսուցչին պետության կողմից կամ, չգիտեմ, դիտարկված դեսպաններ դպրոցներում կամ իրենց ապագան կրթող ինչ-որ կարևոր ֆիգուրներ, դերակատարներ, չէ՞։ Ու այս պարագայում նույն այդ սոցիալական պատասխանատվության, չգիտեմ, ակտիվ քաղաքացի ձևավորելու, ավելի կարևոր արժեքներ ներդնելու ու այդ ամենը գաղափարախոսական ինչ-որ կամ մանիպուլյացիաների չտրվելով այդ ճանապարհին, որը պիտի լինի պետության դերակատարությունը այս համատեքստում, այս եռամիասնության, այս եռակի հարաբերություններում, ունի որոշակի դերակատարություն, պետք է միջամտություններ կատարի։ Ընդհանուր տեսլականն է պետք պետության կողմից, այսինքն ուր ենք մենք, որտեղ ենք մենք հիմա եւ ուր ենք ուզում գնալ եւ ինչ արժեքներով։ Ես շատ եմ մտածում սրա մասին, բայց մենք միշտ եղել ենք ինչ որ մի իմպերիայի մեջ եւ ստացել ենք ինչ-որ լավ բան, այդ ամեն ինչից նաեւ ընդունել ենք ինչ-որ բաներ, որոնք հետո դարձել են մեր իներցիա է դարձել, գնում ենք։ Հա, այսինքն մենք այդ արժեքները վերցրել ենք եւ ունեցել ենք մերը պարզա, բայց հիմա իմ մոտ հարց է, որն է մեր արժեքը, որն է ուղղակի տրված եղել ուրիշ երկրից, որը ստիպված մենք որտեղ եղել ենք այդ ամեն ինչի մի մասը մենք ուղղակի վերցրել ենք ու մինչև հիմա մենք դա անում ենք։ Ես կարծում եմ նամանավանդ այս շատ ցավալի 4 տարվա ընթացքում մենք հիմա հնարավորություն ունենք ամբողջովին վերանայել ու իրոք մտածել ով ենք մենք, ինչ արժեքներով ենք մենք ուզում շարունակել ապրել, ինչից մենք հրաժարվում ենք ամբողջովին, ասում ենք եղել է, լավ է եղել, վատ է եղել, բայց հիմա այստեղ ենք այս կետում, ընդունենք, նայենք ճշմարտության աչքերին։ Հա, ու գնանք առաջ։ Այդ գնանք առաջի բանը արդեն նաև մենք պետք է հասկանանք ոնց որ մարդիկ we the people, հա, մենք պետք է դա ես կարծում եմ կարողանանք ճիշտ ասել, տենց կոնկրետ ձևով
եւ պետությունը արդեն մեր պետական մարմինները արդեն պետքա դա ոնց որ ձևավորեն ինչ որ մի տեսլականի ընդհանուր իդեոլոգիայի մեջ երբ որ դա արդեն դրվում է համ կրթության նախարարությունը տարբեր նախարարությունները տարբեր հաստատությունները արդեն դա վերցնում են sense backwards planning-ով մտցնում են ինչ որ մի ընդհանուր բանի մեջ դեռ կարծում եմ մենք այդ բանը չունենք որ մենք sense չեմ ասում որ ամեն ինչի վրա մենք պետք է համաձայն լինենք չէ բայց sense ընդհանուր ինչ որ կորիզը ինձ համար ինքը դեռ բարձ չի Այ գուցե խնդիրներից մեկն էլ տեսեք դուք ասացիք ամենակարևորը որ մենք պիտի հասկանանք ինչ ունենք, որտեղ ենք հիմա գտնվում եւ ինչ արժեքներով ենք ուզում առաջ գնալ, հա, որն է մեր, չգիտեմ, 10 տարի, 20 տարի, 30 տարի հետո մեր ոնց որ տեսլականները, այսպես ասած, մի քիչ չարչրկված բառ է, բայց այստեղ կարծում եմ տեղին է։ Շատ հաճախ վախենում են նույն նախարարությունները, ինչպես դուք նշեցիք, որովհետեւ մարդիկ այստեղ հիմա արդյունք են ուզում տեսնել ու քանի որ այդ արդյունքները բավականին դժվար է այս պահին այստեղ հիմա տեսնելը մարդիկ մի տեսակ կարծես շտապում են հատկապես նրանք ովքեր պատասխանատվություն են զգում քաղաքացիների առաջ մի տեսակ շտապում են արագ այստեղ հիմա ինչ որ գործողություններ անել որ հետևանքը միանգամից པարզ կդառնա ու արդյունքում մենք շատ կարևոր բաներ տանուլ ենք տալիս տեսեք նույն Teach for Armenian երբ որ դուք հաստատ ձեր գործունեությունը ծավալում էիք լիքը բայցեր կային որովհետև իսկ ուր կլինենք մենք նույն 12 տարի հետո որտեղ եք դուք ինչ որ պատկերացրել էիք հավանաբար չէ բայց որոշ բաներ հաստատ պատկերացրել էիք գծագրել էիք ջանքերը այդ ուղղությամբ էիք գործադրում ու այն մարդիկ ովքեր ձեզ հետ էին ի սկզբանե ու հիմա ձեզ հետ են կարողա ոմանք օրինակ ճանապարհի կեսին մտածեցին որ չէ այդքան երկար չգիտեմ 12 տարի սպասել որ ինչ որ արդյունք կամ հետևանք տեսնել չեմ ուզում չեմ կարող որտեվ ես հիմա սա էլ ժամանակակից աշխարհի ու մարդու խնդիրներից մեկն է ու դրա համար արդյունքում մենք կարողա կրթական համակարգ տանուլ տանք համատեղել միկրո մակրոյի հետ շատ դժվար է կարծում եմ որ նախարարությունների համար էլ շատ դժվար եղել որովհետև մինչև հիմա որտեվ ձեր ասած համ պետքա ոնց որ արագ ինչ որ բաներ անել գուցե միկրո մակարդակով որովհետև այդ խնդիրները կան ու իրանք շարունակվում են օրինակ ուսուցիչները շատ քիչ փող են աշխատում եւ ես գիտեմ ու մենք նաեւ ոնց որ աշխատում ենք նախարարության հետևությամբ որ գոնե ինչ որ բան փոխվի ու մարդիկ կարողանան մոտավորապես տենց միջին ինչ որ աշխատավարձ ստանալ իրանց կարևոր գործի համար բայց երբ որ տենց շատ ֆունդամենտալ structural, հա, ինչ որ տենց խնդիրներ կան ու դա դեռ չի լուծվում, այդ համատեղելը շատ դժվար է, նաև երբ որ գուցե ամբողջ քո թիմը, ես օրինակ դասարանիր Հայաստանում, եթե իմ թիմը 100%-ով իմ անձամբ մեջքին կանգնած չլիներ, նաև մեր խորհուրդը, ես չէի կարողանալու ցանկացած բան անել, որովհետև մարդիկ արդեն դժվար է գործը, բայց եթե դու ունես մարդիկ քո թիմում, որոնք չեն հավատում այդ փոփոխությունների, այդ շատ դժվար է։ Ես կարծում եմ դեռ մենք մեր պետական բաներում ունենք այդ խնդիրը, չգիտեմ, ամեն մեկը օրինակ համաձայնա, որ այդ ռեֆորմները լինեն, ոչ միայն մեր կրթական ոլորտում, այլ ցանկացած, այդ ինքը դրա համար մի քիչ ավելի ռեակտիվ է թվում։ Ինքը տենց սահուն չի գնում առաջ։ Ու ինքը բարդ է շատ։ Ու ես օրինակ պատկերացնում ինչքան դժվար է հիմա լինել այդ ամենաբարձր պաշտոններում ու փորձել համ ինչ-որ բաներ փոխել, ռեֆորմ անել, բայց նաև ունենալ բավականին շատ խոչընդոտներ տարբեր կողմերից մեզ համար շատ ավելի հեշտ է, որտեղ մենք կազմակերպություն ենք, որը աշխատում է
պետական համակարգի հետ, բայց համակարգից դուրս։ Դրա համար շատ անգամ երբ որ նույնիսկ մարդիկ բողոքում են, ասում են, օ, շատ դանդաղ է այս բանը լինում, դա բյուրոկրատիա է, ինքը ուրիշ ձևով չի, եթե այդպես ֆունդամենտալ բան չես փոխում, ընդհանուր ռեստրուկտուրիզացիա չես անում, օրինակ, ինքը բարձր կշանակի նույն ձևով աշխատել, հա, more or less ընդհանուր առմամբ։ Իսկ մեր կազմակերպությունում մենք կարող ենք շատ արագ թեստ անել, շատ արագ հասկանալ, որ այս բանը չի աշխատում կամ աշխատում է, հետո մեծացնել այդ գաղափարը ու մեր դերը նախարարության հետ կրթության մենք անընդհատ ինչ որ մենք սովորում ենք, մենք փորձում ենք կիսվել եւ փոխանցել նախարարությանը ու շատ շնորհակալ ենք, որ բարձր ամեն ինչ չէ, դա էլ իրավի սխալ կլիներ, բայց ինչ որ հիմնական բաներ մենք տեսել ենք, որոնք աշխատել ենք հենց Դասանդիր Հայաստանում, հիմա նաև պետական մասշտաբով է աշխատում։ Շնորհակալ եմ։